F-net-ն առաջարկում է կայուն ինտերնետ, խելացի դոմոֆոն, F-time ժամանցի հարթակ, անվտանգության համակարգեր։ Զանգահարիր 8988 կամ այցելիր fnet.am։ Ես իմ սիրելի հայ ազգին ողջունում եմ Արարատի մարզի ՎԿՖ բանավանից։ Մեր հաղորդաշարի գլխավոր հովանավորն է F-net Telecom ընկերությունը, որը առաջարկում է գերարագ ինտերնետ կապ, բազմաժանր հեռուստաալիքներ, մի շարք խելացի լուծումներ, ավելի լավ կյանք ունենալու համար։ Մանրամասների համար զանգահարեք 8988 հեռախոսահամարով կամ այցելեք ընկերության պաշտոնական կայք fnet.am։ Բարև։ Բարև։ Ո՞նց ես։ Լավ, դուք։ Լավ, արի ծանոթանանք իրար հետ։ Եկեք։ Քո անունը ի՞նչ է։ Դիանա։ Ես ով եմ։ Բարև։ Ապրես, ճանաչում ես ինձ։ Նայում ես մեր հաղորդումները։ Այո։ Դիանա, ասես մենք հիմա որտեղ ենք գտնվում։ Դուք գտնվում եք Արարատ քաղաքում, Զոդում։ Սա Արարատ քաղաքի միջնակարգ դպրոցն է։ Այստեղ կան շատ աշակերտներ, որոնք սովորում են։ Դա մեր դպրոցում կա մի վայր, որտեղ ցույց են տալի գերազանցիկների նկարները։ Մեր դպրոցում անցկացնում են շատ միջոցառումներ, որոնցից մեկը հենց այսօր կա։ Այսօր առաջին բեի հանդեսն է, միջոցառումն է, որտեղ երեխաները ցույց են տալիս ապագան, վերնագիրը կոչվում է ապագայի ծիլերը։ Քանի օր մնաց դպրոցի ավարտին։ Մոտավորապես կարելի ասել 1 շաբաթ։ Ուրախ ես այդ առիթով։ Ոչ, ուզում եմ դասեր սովորել։ Քննություններ չունես, չէ՞ դու այս տարի։ Այս տարի չունեմ։ Որոշել ես ոնց ես անցկացնելու ամառային հանգիստը։ Դեռ ոչ։ Գրքեր նախատեսել ես կարդալու համար։ Այո, արդեն կարդացել եմ։ Ո՞րն ես կարդացել։ Շարլոկ Հոլմսը։ Դու Արցախից ես։ Այո։ Հա, ինչքան ժամանակ է որ այստեղ ես ապրում։ 3 տարի։ Ինչ խելացի աղջիկ ես դու։ Շատ լավն ես, ես քեզ շատ սիրեցի։ Ապրես։ Ես շատ եմ սիրում իմ ծանոթներին միշտ հանդիպել։ Ես նույնպես շատ ուրախ եմ քեզ հանդիպել Արարատ քաղաքում, Զոդ բանավանում, այսպես ասած։ Ինչպես եք ազնիվ քուրիկ։ Շատ լավ, դուք ինչպես եք։ Լավ, եկել ենք տեսնենք ինչ կա չկա ՎԿՖ բանավանում։ Դուք շատ սիրուն օր եք ընտրել մեր Զոդի բանավանում գտնվելու համար, այսօր առաջին բդասարանի, այբենարանի հանդեսն է։ Մեծ ողջավորությամբ պատրաստվել ենք, ես այսօր երգելու եմ, անակնկալ։ Վաու։ Ասեմ որ շքեղ տեսք ունեք։ Շնորհակալ եմ շատ։ Կարող եք մի փոքր կատարում նվիրել մեր հեռուստադիտողներին։ Սիրով։ Հենց հիմա, հենց այս պահին։ Էդ ինձ սիրում պատկեր ունես, ես ինձ սիրուն աչեր ունես, հայ ոսկե ծամանահիտ ես, մշո աղջիկ, սիրուն աղջիկ, սիրուն աղջիկ, ես ինչ լավն ես, հայ ոսկե ծամանահիտ ես, մշո աղջիկ, սիրուն աղջիկ, մշո աղջիկ, ես ինչ լավն ես։ Բարև։ Լավ, Ոնց ես։ լավ դուք եք։ Լավ ենք։ Ինչ կա չկա։ Ողջունում Անունդ ինչ է։ Զավեն։ Հիմա ինձ ինչ կպատմես ՎԿՖ բանավանի մասին։ Ես ոչինչ չգիտեմ։ Այստեղ ես չէ ապրում։ Լավ վայր է այստեղ ապրելու համար։ Օրինակ ինձ խորհուրդ կտաս, որ ես տուն առնեմ, մշտապես գամ այստեղ ապրեմ։ Հա? Առավելությունները կասես։ Առավելություն չունի։ Բա ինչ թերություններ կան այստեղ։ Կերտոտում են, բան եք ցոն։ Ախտ ենք ցոն գետին շատ։ Ամառային արձակուրդ է շուտով։ Ինչ ես անելու, ոնց ես անցկացնելու։ Դիտք է կարդում երևի։ Հետո Մենակ է։ 3 ամիս մենակ գիրք ես կարդալու։ Չէ, դուք եք գիշեր։ Դուրս իջնելու ես ինչ անես։ Խաղամ, Ինչ ես սիրում խաղալ։ ֆուտբոլ։ Ահա, ընկերներով հավաքվում եք, խաղում եք։ Որտեղ եք խաղում։ Շենքի բակում։ Չէ, Հա, սա ձեր խաղադաշտն է։ Ընդհանրապես մեկ խաղադաշտ ունեք։ Հա։ Ահա։ Բողոքներ չկան խաղադաշտի վերաբերյալ։
Լավ է ամեն ինչ։ Շատ։ Դե շնորհակալություն։ Մինչ նոր հանդիպ։ Բարև։ Ո՞նց ես։ Լավ, դուք ո՞նց եք։ Լավ եմ, ձախով բարևեցի, որովհետև աչքս զբաղված է։ Քո անուն ազգանուն ի՞նչ է։ Դավիթ Մարգարյան։ Դավիթ Մարգարյանն ես դու։ Կարող է Վեդիից ես։ Չէ, Արարատիցյան։ Վեդիում ունենք Դավիթ Մարգարյան անունով մի պապիկ։ Կյանքս կերել ես, պարոն Դավիթ Մարգարյան, կյանքս կերել ես, այդքան զանգել կլինի տնաշեն, որ դուք եք զանգում։ Ամբողջ օրը այդ մարդը զանգում է F-net, զանգում ասում է Արևիկին ասեք, ես իրեն շատ եմ սիրում։ Վայ։ Դավիթ Մարգարյան, ինչ կա չկա։ Բան չէ։ Դուք ասեք։ Եկել ենք տեսնենք ՎԿՖ բանավանում մարդիկ ընդհանրապես ինչպես են ապրում, գործերը ինչպես են։ Շատ լավ են ապրում, ամեն ինչ լավ է, ոչ մի բանի կարիք չունեն։ Մենակ խնդիրը ինա մի քիչ շատ են աղտոտում։ Էլ կլուծվի։ Աղբամաններ չկան տարածքում Կան, շատ կա։ տեղադրված։ Բա թող մարդիկ չաղտոտեն, աղբը գցեն աղբամանի մեջ։ Ճիշտ եմ ասում։ Հա, միանշանակ։ Բա դու դասի չես։ Դասի եմ, Որերորդ դասարանում ես սովորում։ 7-ի բ։ Բա ինչի՞ համար ես դասերը թողել եկել դպրոցի բակ։ Դե որ դուք եք ասացի գամ, Ահա։ ես տեսնեմ։ Ու մեզ ուղեկցես ձեր դասարան։ Շատ լավ, դե արի ժամանակ չկորցնենք գնանք։ Արևիկ ջան, այս մեր Արարատ քաղաքի 5-րդ միջնակարգ դպրոցն է։ Եկեք գնանք տեսնենք ինչ կա չկա։ Արի։ Բարև ձեզ ընկեր Զադոյան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, շատ լավ։ Մենք եկել ենք տեսնենք ինչ կա չկա Արարատ քաղաքի համար 5 միջնակարգ դպրոցում։ Բարով եք եկել։ Դպրոցը հիմնադրվել է 1973 թվականին։ Դպրոցը ունի 650 թվով աշակերտներ։ Մանկավարժական համակազմը 41 հոգի է։ Ունենք շատ լավ կոլեկտիվ, որոնք աշխատում են բարոյահոգեբանական լավ մթնոլորտում։ Մենք ունենք արդեն 15 կամավոր անցած ուսուցիչներ, մի մասն էլ դեռ պատրաստվում են, մյուս ուսումնական տարվա մեջ կատեստավորվեն։ Ունենք շատ լավ աշակերտներ, որոնք լավ արդյունքներ են ցուցաբերում օլիմպիադաներում, առարկայական օլիմպիադաներում, ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես ունեցել ենք հանրապետական փուլի մասնակից աշակերտներ, աշակերտներից 2-ը հաղթահարել են հանրապետական փուլում եւ արժանացել են գովասանագրի։ Ունենք 12-րդ դասարանցի 2 12-րդ դասարան, թվով 26 սովորող եւ 9-րդ դասարանում 68 աշակերտ ունենք սովորող։ Ավարտական դասարանները սրանք էին։ Ինչպես նկատեցինք, բոլոր դասարաններից երկուական են։ Բացառությամբ 10 եւ 11-րդ դասարանները բոլորը երկուական են, բացառությամբ 10-11։ Դա գովելի է։ Ես էլ եմ կարծում, գովելի է, որ նաեւ մտահոգություն եւ խնդիր ունենք մյուս տարվանից արդեն աշակերտների առաջին դասարանցիների թիվը պիտի բեռնաթափվի, հստակ արդեն թիվ կա, եթե չեմ սխալվում, արդեն որոշումը եղել է, եւ մտավախությունս ինչումն է, որ դասարանները չեն բավականացնի աշակերտներին, կոնկրետ 3 առաջին դասարանցի կունենանք հաստատ, բայց դասարան չենք ունենա։ Հիմա պիտի մտածենք, թե ոնց անենք, որ կարողանանք տեղավորել այդ աշակերտներին։ Դպրոցը, ինչպես նշեցի, 73 թվի կառուցված շենք է, բայց հիմնանորոգում չի եղել, միայն եղել են կոսմետիկ վերանորոգումներ, խոստացել են եւ ասում են, որ մեր դպրոցը գտնվում է այն 300 դպրոցների թվին, որ պիտի նոր տարածքում դպրոց կառուցվի մեզ համար, եւ մենք հույսով ու հավատով սպասում ենք այդ օրվան։ Շատ լավ կլինի։ Ես էլ եմ կարծում։ Իսկ ինչպես եք պատրաստվում վերջին զանգին։ Տարեվերջա եւ ինչքան տարին մոտենում է իր ավարտին, այնքան գործերն ավելի շատանում են, հոգսերից կարծես թե չենք թեթևանում, ավելի շատանում են։ Փորձեր են գնում 12-րդցիները դասերից հետո անում են փորձեր, որպեսզի հավուր պատշաճին ներկայանան ավարտական իրենց այդ վերջին դասին։ Բարև ձեզ։
Եկեք ծանոթանանք։ Ծանոթանանք։ Մեծ մոտ Հանաշվի դասը, ես իրենց մաթեմատիկայի ուսուցչուհին եմ, ազգանունս Մարտիրոսյան։ Մեզ մոտ թեմայի ամփոփում է, պատրաստում ենք վերջին տարեվերջյան թեմատիկ աշխատանքի։ Ահա, շատ լավ։ Հիշեցնեմ, որ մենք հիմա գտնվում ենք 7B դասարանում։ 7-րդ դասարանում, իհարկե։ Ահա, Դավիթի առաջնորդությամբ եկանք։ Մեր Մարգարյան Դավիթի։ Այո։ Քանի տարի է, որ այս դպրոցում դուք Այս դասավանդում եք։ դպրոցում 36 տարի։ Օ, մեծ պատիվ է։ Այո։ Ինչպես է անցնում ուսումնական կյանքը։ Շատ լավ։ Նման լավ սերնդի հետ շատ լավ, հետաքրքիր։ Ոնց եք ապրելու առանց դպրոց մի քանի ամիս։ Դե մինչև հունիսի վերջ դուք գալու եք, չէ՞ Մինչև դպրոց։ հունիս, այո, մեր արձակուրդը ուսուցչի արձակուրդը սկսվում է հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 19-ը ներառյալ։ Այդ ընթացքում կապի մեջ ենք, իսկ արձակուրդների ընթացքում էլի կապի մեջ ենք։ Մենք ունենք Viber-ի խումբ դասարանի հետ միասին եւ ամբողջ ընթացքում կապի մեջ ենք։ Անահիտ ջան, ինչպես նշեցիր, դու դասարանի ավագն ես։ Այո։ Ահա, հիմա ուզում եմ ինձ պատմես քո դասարանի մասին, դպրոցի մասին։ Մեր դպրոցը շատ լավն է, մեր դասարանը նույնպես, ու չեմ պատկերացնում կյանքը առանց իրենց։ Ճիշտ է, միջադեպեր լինում են, ինչպես բոլոր տեղերում, բայց այս դասարանը շատ հոյակապ դասարան է, լավ դասարան է ձևավորվել։ Տղաներն են ավելի շատ։ Այո։ Քանի տղա, քանի աղջիկ կան։ 20 տղա, 12 աղջիկ։ Զանգնել հնչեց, կապված եք դասարանով միմյանց հետ։ Իսկ արձակուրդին շփումը պահպանում եք։ Հա, հավաքվում ենք, արձակուրդն ենք նշում։ Ընդհանրապես որտեղ եք սիրում հավաքվել դասարանով։ Մենք դասարանով մեր մոտ սենց հրապարակ ունենք, սադ ենք ասում, ուտեղ ենք շատ հավաքվում։ Կանուն ի՞նչ է։ Լաչը։ Վաչե ջան, ինձ կպատմես քո բնակավայրի մասին մի փոքր։ Մեր բնակավայրը ստեղծվել է ոսկու կորզման ֆաբրիկայի համար, քանի որ այստեղ կան շատ ֆաբրիկաներ, այնտեղ աշխատողների համար ստեղծվել են այստեղ բնակավայրեր, որպեսզի ապրեն։ Կան նաև շատ խմբակներ, վերջերս այստեղ է բացվել երիտասարդական կենտրոն։ Քանի Դավիթ ունեք։ 3, չէ 4։ 4 Դավիթ, բա ինչպես եք իրար տարբերում։ Ազգանուններով ենք մեկ-մեկ ասում, մեկ արձականներ են կարող ենք դնել կամ Քեզ ինչպես են ճանաչում։ ինձ ճանաչում են Ստեփանյան կամ ՍՏ։ Ինչ։ ՍՏ։ ՍՏ Դավոկ։ Այո։ Չեն ասում ՍՏ դավա, ասում են ՍՏ հենց։ Հա, ՍՏ։ Դու ես օրինել, ինչու։ Դե չգիտեմ, որ շատ ենք խառնում, ասացի հորինեմ, որ չխառնենք։ Իրանը ՄԳ-ը։ Հա, ՍՏ Դավիթ։ Դասա տեսնեմ օրդ ինչպես է անցնում բանավանում։ Իմ օրը անցնում է շատ լավ։ Ես ամեն օր դասերը սովորում եմ, դասից գնում եմ տուն, զբաղվում եմ կամ հանգստանում եմ, գնում եմ իմ ըմբշամարտի պարապմունքներին։ Իսկ ո՞նց է շփումը բարձր դասարանների հետ։ Նորմալ, մեր շփումը շատ նորմալ է բարձր դասարանների հետ։ Կոնֆլիկտներ չեն լինում, չէ։ Չէ, բարձր դասարանների հետ չէ։ Քանի ժամ մնաց ձեզ։ Մեզ մնաց 2 ժամ։ Որոնք են այդ ժամերը։ Կենսաբանություն եւ հայոց լեզու։ 7-րդ դասարան դասղեկն եք։ Ունենք 32 աշակերտ, որից 9 գերազանցիկ են, 14-ը հարվածային, շատ լավ դասարան է, լավ կազմակերպված, սովորող դասարան է, ունենք շատ սպորտսմեններ, ֆուտբոլիստներ, շախմատիստ ունենք, պարով աղջիկներ ունենք, քիչ առաջ փորձ էինք կազմակերպել պարի համար, որպեսզի վերջի զանգին հրաժեշտ տան 12-րդ դասարանցիներին։ Մինչև 12-րդ դասարան դուք եք լինելու Դե դասղեկը։ եթե աշխատեմ, Եթե աշխատեմ, ինչ։ ու տարիքային առումով, Չէ, անպայման աշխատեք։ ես շատ եմ ուզում աշխատեմ։ Երեք ուզում եք ընկեր Վարդանյանը մինչև 12-րդ դասարան լինի ձեր դասղեկը։ Ուրեմն պետք է ինչ անեք դուք։ Ձեզ խելոք պահեք, որ գեր Վարդանյանի ճնշումը չիշնի, չբարձրանա, շատ չբարկանա, առողջությունը թույլ տա ու մինչև 12-րդ դասարան ձեզ դասավանդի առաջ տանի։ Գրադարանավարը ընկեր Արևիկն է, ինչպես եք։ Լավ եմ, շնորհակալություն։ Ես որպեսզի շատ ժամանակ ձեզանից չխլեմ, մեծ գրողից 2 տող, որ ժամին ձեր սիրտը կուզի, իմ դուռը բաց է։ Մի նայեք, որ պատուհանիս լույսը հանգած է։ Քուն թե արթուն մի հարցրեք, ներս եկեք, տուն է, մինչև անգամ հոգսն էլ քնի
հույսը արթուն է։ Ապրեք։ Տեղափոխվեցինք 7-ի A դասարան։ Ահա, ո՞նց եք երեխեք։ Տրամադրությունը մարտական ասեք։ Եկեք բոլորս ուրախանանք երեխեք։ Ուրա! Մի շաբաթից գնալ եք արձակուրդ, քննություններ չունեք։ Լավ չի։ Շատ լավ է։ Գնալ եք 3 ամիս հանգստանաք։ Գիրք կարդաք։ Գրականություն կարդաք, պատմություն կարդաք։ Հա, ամենաշատը ինչն եք կարոտելու երեխեք 3 ամսվա ընթացքում։ Ում? Միկել Սրապյանին։ Իրեն դասերը։ Խոսքը հայոց պատմության ուսուցչի մասին է, սիրելիներ։ Իսկ միմյանց չեք կարոտելու։ Չէ։ Ամեն օր տեսնելու եք։ 3 ամսվա մեջ տեսնելու եք իրար։ Այո։ Այսինքն որևիցե վայր չկա, որ գնաք հանգստանաք։ Օրինակ էքսկուրսիա գնալու եք, որտեղ եք գնալու։ Դեռ չեք որոշել։ Ուրեմն, ասեմ որ գնաք երեխեք։ Ընկեր Բեգլարյան, ձեր դասարանին կտանեք Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, որպեսզի պատմական վայրերը տեսնեն։ Ահա, կտանեք օրինակ Հաղարծին, Գոշավանք, Պարզ լիճ։ Ինչպես նաև ուզում եմ ներկայացնել մեր հյուրերին, բուժ ամբուլատորիայի մեր տնօրեն Գասպարյան Սիրունիկին եւ Անահիտ Գալստյանին, մեր մշտական հյուրերն են, եւ գնանք որպեսզի չուշանանք միջոցառումից։ Հիշեցնենք, որ առաջին դասարանցիների այբենավարտն է։ Այո, տառաճանաչությունն է, ստուգում ենք այդ հանդեսով, այդ միջոցառումով։ Սյուզի ինչ կա չկա։ Ոչ մի բան դուք ասեք։ Ոչ մի բան չկա։ Եկել ենք մեր կյանքը մի փոքր ուրախացնենք։ Շատ լավ եք արել։ Ինչ ես մտածում քո ապագայի վերաբերյալ, շարունակելու ես մինչև 12-րդ դասարանը այս դպրոցում։ Կարծում եմ հա, բայց այս դպրոցում չէ, ցավոք սրտի։ Տեղափոխվելու ենք Ավշար։ Հա, Ավշարի դպրոցում ես շարունակելու։ Ճիշտ է, այդ ընդհանրապես իմ սրտով չի, բայց պետք է համակերպեմ։ Ընտանիքով տեղափոխվելու եք։ Լավ է, զարգացնենք մեր գյուղերը, ծաղկեցնենք, շենացնենք միասին։ Քո երազանքների մասին եմ ուզում լսեմ։ Երազանքներ չունեմ, բայց նպատակներ ունեմ, որին կարծում եմ կհասնեմ ապագայում։ Քո կյանքի գլխավոր նպատակը ո՞րն է։ Ճամփորդել ամբողջ աշխարհում։ Շատ լավ նպատակ է։ Աստված տայի կատարածվի։ Շնորհակալություն։ Դե մենք էլ գնանք բացահայտենք ՎԿՖ բանավանը իր ողջ հմայքով։ Դե ձեզ բարի ճանապարհ։ Շնորհակալություն։ Նելի։ Բա որ դեղորայք է պետք լինում ձեզ։ Ինչ եք անում։ Գնում ենք Երևան, այնտեղից Էմիլի ֆարմից գնում ենք։ Ապրեք։ Լավ դեղատուն է։ Շատ լավ, այնտեղ ամեն ինչ շատ լավն է, շատ որակով է։ Իմաչելի, ամենակարևորը։ Իդեպ, եթե ձեզ էլ է շտապ դեղորայք անհրաժեշտ, ցանգահարեք նշված հեռախոսահամարով եւ Էմիլի ֆարմը կանի առաքում։ Տղերք, ո՞նց եք։ Լավ։ Հիմա կազմակերպում ենք փուչիկ, փչելու մրցույթ։ Տեսնենք ով ամենաշուտը կփչի կվերջացնի։ Դե գնաց, հաշվում եմ մինչև 20-ը։ 1 2 3 4 5 6 7 8 9 Ով է հաղթող ճանաչվում այս մրցույթում։ Բոլորդ։ Տարբերություն չդնենք, էլի։ Համաձայն եք իմ հետ։ Դե հիմա եկեք ամրացնենք ձողերին, պահի։ Ով է կարողանում կապի։
Դե կապի տեսնեմ։ Երեխեք անգլերեն կարողանում եք կարդալ։ Մի քիչ, օրինակ կարող ես կարդալ ինչ է այստեղ գրված։ Տելեկոմ։ F-net-ի փուչիկները տանելու եք նվիրեք ձեր քույրիկներին։ Ով ունի քույրիկ։ Վստահ եմ բոլորը ունեք քույրիկներ։ 4 աղբեր։ 4 աղբեր։ Ես 2 աղբեր։ 2 աղբեր։ 4 աղբեր։ 4 աղբեր։ 2 աղբեր, թե 3։ 3 աղբեր եք։ Վաու։ Ոչ մեկը քույրիկ չունեք։ Դու ունես։ Ես մեծ քույր։ Ահա, դե կտանեք կնվիրեք ձեր մայրիկներին։ Լավ չի։ Ահա, կտանեք ուրախացնեք։ Մայրիկներն էլ են փուչիկներ սիրում։ Աշոտ, ՈԿՖ բանավանում մեզ սուրճ կտան։ Իհարկե։ Հեյ, պարոնայք, տիկնայք։ Հետո չասեք, Արևիկը գող եկավ, գող գնաց։ Մեզ սուրճ տվող կլինի։ Արի բարձրանանք, Աշոտ, պատահական մեկի դուրը ծեծենք, էլի։ Տեսնենք հյուրասեր են, զոդեցիկ, այսպես ասած։ Փորձենք։ Երեխեք, ձեզ ընդհանրապես ո՞նց են ասում զոդեցիներ, բանավանցիներ, ո՞նց են դիմում։ Զոդեցիներ։ Ահա։ Արի գնանք հենց այս շենքը։ Չգիտեմ, որտեղ եմ, որ շենքում եմ, չգիտեմ, ինչ եմ ուզում։ Չէ, ոնց, գիտեմ ինչ եմ ուզում։ Սուրճ եմ ուզում։ Առավոտից ես ու Աշոտը սուրճ չենք խմել։ Հետևաբար ուզեք չուզեք մեզ պետք է սուրճ տակ։ Դե տեսեք դատարկ ձեռքով չեմ գալիս։ Փուչիկ եմ բերում ինձ հետ։ Ընտունա Աշոտ։ Ծիկ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ ենք, դու ոնց եք։ Նորմալ, անկոչ հյուրեր ընդունում եք։ Անպայման, համեցեք։ Լուրջ եք ասում, թե կատակ եք անում։ Համեցեք։ Աշոտ, արի։ Վայ, Աշոտ, նայի, այս աղջիկը քեզ սանոտ չի։ Արևիկնա, պարոն Ռոլանդնա։ Հիշում ես, նարեկ գյուղում էինք վերջին անգամ, անցած շաբաթ։ Հա, վա, շատ լավ է, այնպես որ ՈԿՖ բանավանում մենք սպասված էինք, նայում են այստեղ մեր հաղորդումները, ուռա։ Աշոտ, դուք վեդիում այս ծաղկին ոնց եք դիմում։ Մենակ մենք շաբշադինում ասում ենք ճուտի ծաղիկ, բայց ինչի ճուտի ծաղիկ ես չգիտեմ։ Ու չենք սիրում ես ծաղիկը, չենք խաղում։ Ձեր փակացնա։ Ահա։ Ինչի կամպոտա, աղջիկ ջան, դե հերիքա էլի, գնաս մարդկանց տները, ինչի կամպոտա, ինչ տալիս են խմի էլի, ոնց է ներվերիս ազդում ես աղջիկը։ Ոյ, կյանքներս կերել։ Աշոտ, արևնետի փուչիկը թողնենք էստեղ։ Դատ որ խնդրեմ ես աղջիկա ձենը կանջատեք։ Հերիքա հա խոսաս։ Կյանքներս կերել ես արդեն։ Ձեզ դիմենք ինչպես։ Ինչպես կցանկանանք։ Ինչպես կցանկանամ։ Ռաֆո աղբեր։ Ռաֆո աղբեր։ Կլինի։ Ահա։ Ռաֆո աղբեր, կյանքը ո՞նց է անցնում ՈԿՖ բանավանում։ Լավ է։ Ամեն ինչ իդեալական է։ Այո։ Ահա, ինչ խնդիրներ հուզող հարցեր կան։ Բարձրաձայն ենք միասին։ Ոչ մի բան։ Ինչը կցանկանայիք, որ այստեղ փոխվեր։ Կյանքը։ Կյանքը։ Ինչպես։ Թե մեկ էլ, բելի։ Օրինակ, որտեղ եք դուք աշխատում։ Հիմա չեմ աշխատում։ Իսկ ընդհանրապես մշտական աշխատավայր կա։ Չէ, չունեմ։ Ռուսաստան էի գնում գալիս։ Այս տարի եկել եմ մարտին, այնտեղ մի քիչ խնդիրներ ունեի, առողջական։ Հա։ Դրա համար թողեցի եկան տեղից։ Հիմա այստեղ տենց բուժվում եմ։ Հիմա որ մի փոքր կոնյակ խմեք չի վնասի, չէ, ձեր առողջությանը։ Չէ, ավելի լավ կլինի։ Օ։ Դե առաջարկում եմ բաժակը բարձրացնենք մեր հայրենակիցների համար, որ առողջ լինեն։ Այո։ Երբեք չհիվանդանան։ Թող առողջ լինեն։ Ու հոգեպես խաղաղ հանգիստ լինեն։ Դուք էլ բարով եք եկել։ Ամենակարևորը լավ լինեք։ Աղջիկներ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց ենք։ Լավ եք, դուք ոնց եք։ Նորմալ։ Ասեք տեսնեմ, ինձ սպասում էիք։ Այո։ Հիմա ձեր անունները ասեք ինձ։
Մարիա։ Դու Մարիան ես։ Աննան։ Աննա։ Զոյա։ Եկել եմ տեսնեմ ոնց եք, ինչ կա չկա, ինչ խնդիրներ կան, ինչից եք բողոքում։ Եկեք այսպես ասած աղջիկներ, մի քիչ աղջիկական ձևերով բամբասենք իրար հետ։ Չկասեք։ Համաձայն եք։ Հա։ Ես սկսեցինք։ Բամբասում ենք հիմա։ Ում մասին բամբասենք։ Ասա։ Կամ ինչի մասին բամբասենք։ Իմացա։ Ասեմ։ Եկեք ջրի մասին բամբասենք։ Հա։ Ահա, դե կիսվեք ինձ հետ։ Ասիկ Արևիկ ջան, գիտես, մեր զոդում ջուրը տալիս են ընդամենը մի քանի ժամով։ Ճիշտ է։ Շուտ կտրում են։ Ահա։ Շուտ կտրում են, բա դա արդար է։ Ասեք, արդար է, երեխեք, արդար չի, չէ։ Դուք օրինակ չեք ուզենա, որ 24 ժամ խմելու ջուր ունենայիք տանը։ Այո, կուզենք։ Ծորակը բացեք ու տեսնեիք, որ ջուրը գալիս է։ Չասեիք, վայ, ջուրը կտրեցին։ Հետո ինչից բամբասենք, ասեք։ Սրանք ձեր շենքերն են։ Ձերը որ շենքն է։ Մերը 4-րդ շենք։ Որն է, լցույց տուր։ Այսպես գնանք պտտվենք ենկով։ Հա, ձերը որն է։ 4-րդ։ Ես ու ինքը քույրիկներ ենք։ Հարազատ քույրիկներ եք, բայց նման եք իրար։ Չէ։ Ինքի մամային է նման։ Դու մամային ես նման, դու։ Պապային։ Պապային ես նման։ Ահա։ Բարև ձեզ։ Ոնց ես։ Նորմալ, դուք ոնց եք։ Ոչինչ։ Մարիա, եկեք ես կողմ։ Աղջիկներով բամբասենք մի քիչ։ Հա, դե բամբասենք։ Հեսա բամբասենք, հետո ձեզ հետ կբամբասենք։ Հա։ Հա։ Երեխեք, հետո ասեք, տեսնեմ, ինչից բամբասենք, ասեք։ Օրինակ, գազ ունեք, բնական գազ կա։ Ստեղ բոլորն էլ ունեն բնական գազ։ Բնական գազ ունենք բոլորս։ Դե խոսացեք։ Դե խոսեք, մի ամոչեք։ Խաղահրապարակներից։ Ստեղ է խաղահրապարակ, ուրիշ հայտներում չկա։ Որտեղ է խաղահրապարակը։ Ստեղ։ Այստեղ ուր է խաղահրապարակ։ Ինձ ցույց տուր խաղահրապարակ, Զոյա։ Որն է։ Հա, ճիշտ է։ Խաղահրապարակ չի։ Մի քանի խաղասարքա տեղադրված, չէ։ Հա, ինձ խաղահրապարակա որ։ Հա, 10 երեխա գան այստեղ, էլ ազատ տեղ չլինի։ Բա մնացած ինչ անել։ Անենորս հայացում երևի 20-ից ավել երեխեք կան, սաղ շենքեր երեխեք գալիս այստեղ։ Այստեղ են գալիս, վայ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ ենք, դու լավ ես։ Ահա, եկեք ծանոթանանք իրար հետ։ Ծանոթանանք։ Իմ անունը Արևիկ է, ձեր անունը ինչ է։ Լաուրա։ Լաուրա։ Դուք Լաուրա տատիկն եք, թե Տիկին Լաուրա տատիկը։ Ձեզ ես ինչպես։ Տիկին է, հա, Տիկին Լաուրա։ Ահա, Տիկին Ոնց Լաուրա։ ուզում ես նստել դիմի։ Ահա, դե ուզում եմ Կամ դիմի որպես հարևան, չէ՞ որ մենք հարևաններ ենք։ հարևաններ եք։ Բա ես երրորդ հարկն եմ, դու երկրորդ հարկն ես։ Ես։ Ես զոդում չեմ ապրում։ Բայց ինչ նման է, չէ՞ երեխեք։ Ում։ Երևան ո՞ր մասն ես։ Մարաշ։ Ես էլ Մալաչայից եմ։ Մալաչայից եք։ Եկել եք այստեղ հարս։ Հա, ստեղ եկել եմ հարս։ Որտեղի։ Արդեն գիտես քանի տարի է։ Քանի տարի է։ Տղաս քանի տարեկան է Արայիկը։ 73 թվից ստեղ եմ ես։ Տեսեք, Տիկին Լաուրա, բոլոր բնակելի շենքերը հին են, էլի, 1970-ական թվերից կառուցված են։ Կառուցել են, որպեսզի բանվորները այստեղ մշտական ապրեն, հա։ Էլ չտեղափոխվեն իրենց տները։ Բայց օրինակ բանվորները, որ օրինակ ստեղ գործ էին անում, ստեղ սենյակներ էին տալիս իրենք մնում էին։ Հա։ Էլ չէին գնում Երևան գալիս, Երևանից էին բանվորները։ Հա, մնում էին այստեղ։ Մնում էին այստեղ։ Հա, դրա համար կոչվեց բանավան, այսինքն բանվորների ավան։ Կոչվեց բանավան, զոդի բանավան։ Հա, ասում են, որ ոսկու ֆաբրիկան մինչև հիմա կա, գոյություն ունի, բայց հիմա կանգնած է, որովհետև աշխատանքը հլա կանգնած է։ Ինչի՞։ Չգիտեմ, կանգնած է։ ՎԿՖ բանավանը համարվում է Արարատ քաղաքի թաղամաս որպես։ Ահա, ՎԿՖ բանավան, հա։ Առանձին թաղամաս, որտեղ ունենք դպրոց, ստեղ ունենք դպրոց, մանկապարտեզ ունենք, սպորտզալ ունենք, այնա սպորտզալը։ Հա։ Ամեն ինչ, բանավանը լրիվ խանութները կա, տարբեր տեսակի, թե մթերային, թե հագուստի, լրիվ կա ստեղ։ Բա այստեղ ընդհանրապես ինչ է պակասում լավ կյանք ունենալու համար։ Լավ կյանք ունենալու համար այս երեխեքը խաղալու բան չունեն։ Էսա։ Այս փոքրները։
4-րդ շենքից եկել են ձեր բակ որ խաղան։ Հա, բայց ես շատ ժամանակ որտեղ եմ չարություն են անում, հանում խրկում եմ։ Գնացեք ասում եմ ձեր շենքի հայաթը։ Շատ են աղմկում։ Բա։ Մարդիկ ծմենից գալիս են, քնում են, հանգստանում են, մեկ էլ տեսար ձենները կծմեն։ Դրա համար սիրելի ժողովուրդ, յուրաքանչյուր իրեն հարգող շենք պետք է ունենա խաղասարքերով հարուստ բակ, չէ՞։ Որպեսզի կողքի շենքերից երեխաները չգան, ուրիշ շենքերի բակ մարդկանց անդորը խաթար է։ Եկել ենք ծանոթանանք ձեր կյանքին, ինչպես եք այստեղ ապրում, ինչ խնդիրներ կան, որ կարողանանք բարձրաձայնել, ձեզ օգնել։ Ամեն չկա, մենակ փողոցն է, լավ դզած ասֆալտ աղաց։ Առաջ ցեղ բան է, շլոպա։ Հիմա շատ ուղակով է։ Ուղակի մի քիչ կյանք են չի։ Մարդիկ են չեն, առաջվանը չեն։ Ոնց են օրինակ։ Սա հետ չեն էլ է, մեկը մյուսին ոնց որ չուզենա, դե չկայնի։ Առաջվա հարևանը շատ տնտի, քան թե հիմիկ բանը։ Հիմիկվա հարևանները անտարբեր են, սառնասիրտ են, հա։ Սա հետ չեն։ Լավ չեն տրամադրվում։ Մեկը մյուսից բետա անվորակ որ ասած։ Հետ չբան, ոնց ոստի տենակ չուզենաս։ Վայ։ Հա, հիմա է։ Պարոն Արայք, տեսակ, թոշակը բարձրացրեցին։ Հա, բայց Հիմա ինչքան թոշակ եք ստանում։ 47500։ 37500 էր, դարձավ 47500։ Քիչ է, գոնե պիտի 80-ից 100 ընի, որ կանս դու քեզի ինքդ ամիսը հանես։ Ապրանքները որ թանկացել։ Ապրանքները թանկացել է, չէ։ Այո, ահա որը։ Թոշակները բարձրացրեցին, ապրանքները թանկացրեցին, այո, բայց դա ճիշտ է ըստ ձեզ։ Ոչ։ Ճիշտ է, մեր հաղորդումը ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունի, բայց կուզեմ ձեր կարծիքը լսեմ, էլի, ընտրություններին մասնակցելու եք։ Անպայման։ Ունեք տեխնացում ընտրելու։ Հելավո կիսատ ունեմ, ոնց ասած, դրանք միջև այդ ոնց կպահի էլի, էդի մտքի տեխնացում։ Դա ով է, ինձ գախնի կվստահեք։ Չէ։ Ես ասեմ ով եմ ընտրելու, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ինձ եմ ընտրելու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ։ Ձեր անունը ի՞նչ է։ Անգելինա։ Շատ գեղեցիկ անուն ունեք։ Կյանքը ինչպես է անցնում։ Լավ։ Բողոքներ, դժգոհություններ չունեք։ Մեր ալիքը չեք նայում Արարատը։ Այն որ ասում են Արարատը մեր լեռնա։ Մեր լեռնա չէ։ Արարատ, դաժե բանսորենավանում չկա Արարատ։ Մենակ դավալում Արարատ։ Այո։ Ուրեմն նույն որ չի Արարատ ցալի լեռան վրա Davali güvati ki kalkana hanım. Gittim. Zodi fabrikan himmeler yotanası çörtünü sağ gelen fabrikan drahimavre bana bana stեղծ vela sisyan գորիս ղապան ձգել եմ արդյոք ապրել են ստանքնակ կնդրղայր ոչ մի բան չկա աշխատել են դարձել ասել մեզ բանավան իմել մարդիկ ուրախ ապրում են նա երեխեքնային մեր ապագան են ինքը չի հասկանում գործից ինքը որ խոսում են դաղար նարդի խաղացողա դաղար շաշկի խաղացողա ոչ ոք չի կարող խաղալ Կլաս ալավ խաղամ։ Ինչ ալավ խաղամ։ Կլաս։ Կլաս է դու չի խաղացել։ Հա, փոքր ժամանակ դուք չեք խաղացել կլաս։ Չէ, ուրիշ բան եմ խաղացել։ Ես չլիկ դաստ եմ խաղացել, գորոզա գորոզ, իմ տունը ձեր տունը չետի։ Բայց հիմա այս փոքր երեխեքը այն հին բակային խաղերը խաղում են, թե չէ։ Չէ, աստվածվել այս Այս անասունսարկը ստեղծել են, երեխեքը չխաղան։ Մանկապարտեզը ոչ նորմալ վիճակա ոչինչ, պոլիտիկան նավերակել մատ ինչ-որ փոքր է սարքել են, յոլա անումա ոչինչ։ Գիտես մեր դժվար օրը եփ, հա։ Եփ։ Մեկ այսօր, մեկ էլ ամեն օր։ Ոայ։ Սիրում եք մեր Հայաստանը։ Ոչ չէ։ Ինքը չի սիրում, ինչի։ Բնիկ։ Բնիկա։ Բնիկ դավլեցի։ Որտի։ Չգերես անգար չծանագրել։ Ծանագրել է։ Բնիկ որտեղից է։ Նավալեցի։ Մենք մարդունց ենք եկել, միջև մեզ ասում են սարեցի։ Սարեցի ձեզ ասում։ Դե սարեցին կա։ Ես Գորիսից եմ։ Գորիսից եք դուք։ Այո։ Գորիսի գյուղերից, Տաթեի վանքը բարձանում ես վերև, մի 10 կիլոմետր մեր գյուղուց է։ Մենք երկու շաբաթ առաջ եղել ենք Գորիս քաղաքում, այդ ինչ սիրուն քաղաք էր իր մաքրությամբ, իր ամեն ինչով։
Հա։ Գերիչները սա կարմիր են, հա։ Ուզում եմ իմանալ, ինչի պակաս ունեք, ինչի կարիք կա։ Փողի։ Փողի։ Եղանի չէր երկնքից փողը թափվեր։ Պապին իմ դուրը դրան կպած հարևանս է։ Բացեցինք թեման հարևանության մասին։ Դե ասեք տեսնեմ զոդում ոնց են հարևանություն անում մարդիկ։ Շատ հոյակապ, շատ հոյակ, մետ հելնում եք դուս, պապի հետ, պատեզդում, մետ ծխում եք, ժան եք ասում, ժան եք լսում, այդ պապին արդի պապի համար մետ միլիոն է։ Չէ դե կան, վատ մարդիկ է կան, բնական բան է, տեսեք կնի, վատ հարևաններ կնի, բնական բան է, հա։ Հերբ դահի որտեղ է ուղղում դու։ Պարոն մնացական, որտեղից եք դուք։ Ես Մարտունու ռայոն Սարմախտյուր գյուղից եմ։ 57 թվին քոչել ենք, իջել ենք Արարատյան դաշտ, Ավշար գյուղում։ Առաջում ես բնակվում եմ Ավշար գյուղում, բայց եկել եմ զոտ տղուստուն, հարգանք եմ տեսել զոդի ժողովրդի կողմից, շատ հարգանքով, մի խոսա, շատ հարգանքով մարդիկ են, հույրասեր, օգնում են, խրատական խոսքեր լավ են ասում, դաստիարակչական գործեր են անում, մի խոսքով ես լավ եմ զգում ինձիստեղ այս զոդի ժողովրդի հետ։ Լավ մարդիկ են։ Դուրս եկան, լավ մարդիկ են։ Հա, շատ, իմ դուրը Հավանեցի։ Հա, շատ հոյակապ, ընկերական մարդիկ են։ Ասող, խոսող, կատակասեր, շփող։ Մի քիչ էլ քցիբություններն փող չեն ծախսում դեր կա։ Հա։ Մի ասա, այդ արդեն Ոդի դες բաներ չասի։ Ոյոր, չէ՞ խոսում են ջելի։ Ասում խոսում եք, ոչինչ։ Պապի, երբ ես ասել գնաք պիվա խմեք չեմ ասել։ Դե հիմի գնաբեր սեղանը փռի։ Հա, գնաբեր սեղանը փռի։ Այ ժողովուրդ ջան, ապրեք շատ, միշտ այսպես շփող եղեք։ Կապացեք։ Ձեր թորնիկն է։ Հարևանի երեխեքն են։ Ես չունեմ, բայց այս երեխեքը լրիվ իմս են։ Ոչ մի տարբերություն։ Եթե սիրտս ցանկանում է, երեխեքին շատ լավ ձևով նայում եմ, շատ լավ։ Աչքաթող չեմ անում, ես չունեմ, մենք երեխաներ չունենք։ Ինչ է կարևոր ձեզ այսպես սիրում են։ Վերաբերմունք, սիրում եմ երեխեքին, հարգում եմ երեխեքին, ընտանիքների հետ ջերմ, սիրալի։ Եթե ջերմ չլինեի, սիրալի չլինեի, չեմ կարծում երեխեքը կմոտենային ինձ, սենց կփաթաթվեին, կուրախանային։ Այսինքն պետքա սեր տակ, որ սեր ստանա։ Այո, պարտադիր։ Լսում եք երեխեք։ Պետք է ջերմություն տաս երեխեքին, որ այդ ջերմությունից դու բավարարված զգաս։ Պետքա բոլորին սեր տակ, ջերմություն տակ, սիրեք, որպեսզի փոխադարձը ստանաք։ Այս տարի ամուսնության 50-ամյակը ուզում ենք թեթև տոնենք։ Ոսկե հարսանիքը։ Երբ։ Նոյեմբերի 17-ին։ Չենք մոռանում, ֆիքսում ենք այդ օրը ժողովուրդ ջան, գալիս ենք։ Սիրով համեցեք։ Ձեզ երջանկություն ենք մաղթում։ Շատ ապրեք։ Մեծ սեր ենք մաղթում։ Շատ շնորհակալություն, որ մեր պասիլոկի համար ասենք ուշադրություն եք դարձրել, եկել եք մեր երեխեքին էլ մի որոշ չափով մեր երեխեքի տրամադրությունը բարձրացնել։ Տեսնում եք ինչքան մեծ զորք է հավաքվել։ Հələ շատերը չգիտեն, որ իմանան շատ կգան երեխեքին։ Մեզ նայում են, սիրում են։ Շատ շնորհակալ եմ, շատ։ Շնորհակալություն, ապրեք երեխեք։ Երեխեք ջան։ Շատ ապրեք։ Շատ շնորհակալ ենք։ Ես սա սիրով նվիրում եմ ձեզ, որովհետև ես մինչև հասցնեմ Երևան, կթառամ եմ։ Հա։ Ապրեք երեխեք ջան, շնորհակալ ենք շատ։ Դուք տարեք դրեք ջրի մեջ։ Ստեղ կյանքը իմ համար շատ լավ անցնում։ Ես մի քանի տարուց գնալու եմ Ավշար ապրելու։ Ես հաստատ կկարոտեմ այս Վոկոֆը բանավանը եւ ես չեմ ուզում ստեղից հեռանալ, որտեվ շատ կապված եմ։ Բայց ինչի՞ եք որոշել գնաք Ավշար։ Տենց ծնողներս են որոշել։ Ինչն է ամենաշատը կարոտելու։
Ստեղի իմ ընկերներին, ես իրանց հետ շատ մտերիմ եմ, ստեղ իմ ընկերուհիները Էլենը Կարին կանման են, ես իրանց հետ շատ մտերիմ եմ ու միշտ կկարոտեմ իրանց։ Դե կապը կպահես։ Հա։ Ավշարում Fnet ինտերնետը հասանելի է։ Fnet-ից կօգտվեք, ինտերնետով կշփվեք իրար հետ։ Եվ շուշուտ կգամ ստեղ, որպեսզի նրանց տեսնեմ։ Հիմա երեխեք դուք պատմեք մի փոքր էլ ձեր առօրյայից։ Դες вообще Հայաստանից չեմ, Արցախից եմ, բայց ստեղ եմ սիրում էլի, Հայաստանն եմ սիրում, Արցախն էլ։ Կանոնը ի՞նչ է։ Մանե։ Մանե։ Ինչքան ժամանակա որ բանավանում ես ապրում։ Այսինքն 8-ից եկել եմ։ 3 տարի։ Հա, 3 տարի, բայց սա 4-րդ տարին եմ դրա։ Հա։ 23 թվին եք տեղափոխվել այստեղ։ Բա որ եկաք այստեղ, երեխեքը ոնց ձեզ ընդունեցին։ Լավ։ Ասում էին դու Արցախից ես, մենք քո հետ չենք շփվելու, այդպիսի արտահայտություններ եղել են։ Ընդունել են, ամեն կերպ փորձել են աջակցել, հա? Գոհ ես իրենց վերաբերմունքից։ Հա։ Ընդհանրապես երեխեք ինչով եք զբաղվում ազատ ժամանակ։ Ինչ հոբիներ ունեք։ Նկարչությունը։ Բարը։ Ես նկարչությունը ու բարը։ Իսկ խմբակներ կան այստեղ։ Հա, կան։ Խմբակների հաճախում եք։ Հա։ Մահ չիմացյալ մահ է, մահ իմացյալ անմահություն։ Ի հիշատակ 44-օրյա Արցախյան պատերազմի մեր հերոսներին։ Տղերք, ես տպավորված եմ ձեր բնակավայրից։ Ինչ շատ դուր եկավ։ Ջան, դու էլ ես տպավորված։ Դու այստեղի բնակիչ ես։ Ինչ կպատմեք ձեզնից, ինչով եք սիրում զբաղվել ազատ ժամանակ։ Ազատ ժամանակ սիրում եմ զբաղվել սպորտով։ Ինչ սպորտ ես նախընտրում։ Ըմբշամարտ։ Ահա։ Իսկ այստեղ ունեք ըմբշամարտի խմբակ։ Հա։ Ես այդ նույն տեղը կարոտեի եմ գնում։ Ահա։ Իսկ դու գնում ես ըմբշամարտի։ Ես։ Հա։ Չեմ գնում, բայց ուրիշ գործիքի եմ եթում։ Ինչի։ Դուդուկի մեկ էլ դողլի։ Հա, որտեղ եք սովորում դուդուկ դհոլ նվագել։ Արադ երաշտական դպրոց։ Ես էլ եմ դհոլ նվագում։ Հա։ Ես էլ դուդուկ եմ նվագում։ Էլ դուդուկ։ Դու քանի տարի ա որ սովորում ես դհոլ։ 4 տարի։ 4 տարի կլինի։ Թե 4 ամիս։ Չէ, 4 մի քանի ամիս այդ։ Հա, դու շատ փոքր ես։ Ոնց հնարավոր է 4 տարի։ 7 տարեկան ես։ Հնարավոր չի 3 տարեկան դու դհոլ նվագել սովորես։ Արի, տեղավորվի։ Մի քիչ խտանանք։ Քո անունը ի՞նչ է, պստո։ Դու Մելանյան ես։ Ինչ կա չկա։ Ոչի, բայց ես ձեր հաղորդումներում նայում եմ շատ։ Հետաքրքիր է։ Օրինակ ի՞նչն է հետաքրքիր։ Որ մարդկանց մոտ է գնում, իրանց շատ է օգնում ու նկարում եք ու դրանում շատ լավ է։ Ահա, դուք մեր արածը գնահատում եք։ Ես հա։ Ապրես, Մելանիա։ Օրինակ ինչ կցանկանայիք մեր հաղորդումների մեջ փոխենք։ Ինչ կցանկանայիք։ Որ գնեք մարդկանց տուն, ասեք դուք եկնեք ձեր տուն, որպեսզի օգնեք ձեզ ամեն ինչում։ Հա, փաստորեն մեզ պետք է շատ փող։ Հա։ Ահա, մեզ շատ ֆինանս ապեք, որպեսզի մենք կարողանանք մարդկանց օգնել։ Հա։ Լավներ, լավ խորհուրդեր։ Իսկ մեզ ինչ է պակասում երջանիկ ապրելու համար։ Որ մեր զինվորները չզոհվեն։ Դու որ մեծանաս ինչ ես դառնալու։ Ոստիկան։ Ոստիկան, ինչու։ Որտեղ որ մարդկանց բռնեմ, ով գողություն անում։ Բա դու ինչ ես դառնալու, որ մեծանաս։ Ես էլ չեմ որոշում։ Ասեմ ինչ կանես։ Սոդում հացի փուր կբացես, կաշխատես։ Դեմ սպորտով կպարապեմ բան կանեմ, Չէ։ Դար այն որ բան գործ։ Ես քեզ ասի կանես։ Սոդում կբացես հացի փուր ու կաշխատացնես։ Վերջ։ Քո անունը ինչ է։ Ստեփան։ Հիմա քանի տարեկան ես։ 9 տարեկան ես։ 29 տարեկանում գալու եմ զոդ, որ դու 29 լինես էլի։ Ու հարցնեմ ինչ արեցիր, կասես զոդում կլինի։ Զոդում ես չէ՞ մշտապես ապրելու։ Հա, ինքը մշտապես զոդում է ապրելու։ Ու այստեղ չես գնալու, չէ՞։ Այստեղ լավ է, չէ՞։
Հանգիստ, խախանդ, կամար ապրում ես էլի։ Հա։ Վերջ որոշեցինք Ստեփանը հացի փուռա բացելու, բոլորը երեխեք կգնաք Ստեփանից հաց կառնեք, լավ հացեր ա թխելու։ Մատնաքաշ։ Ես քշող կդառնամ։ Փուռ քշող չէ, արդեն որոշել ենք քո ապագան։ Հացի փուռ կբացես։ Դուք ինչ եք զոդում բացելու։ Ասա։ Դոլի խմբակ։ Դու կբացես զոդում դհոլի խմբակ։ Մի րոպե, դու ինչ ես բացելու զոդում։ Բոքսի խմբակ։ Բոքսի խմբակ դու ես բացելու։ Բա դու զոդում ինչ ես բացելու։ Չգիտեմ։ Չգիտես, սրճարան։ Ահա, կանուն ինչա։ Արման։ Արման, երեխեք բոլորդ կգնաք ընկերուհիներով աղջիկներ Արմանի սրճարանում սուրճ կխմեք, որ իրեն բիզնեսը առաջ գնա։ Պայմանավորվեցին։ Կանունը։ Տիգրան։ Տիգրան ինչա բացելու զոդում։ Կարատեի խմբակ։ Ձեր երեխեքին կուղարկեք, որ այնտեղ պարապեն։ Արի մոտիկ դենամ դու զոդում ինչ ես բացելու։ Չգիտեմ։ Ո՞նց չգիտես, լողավազան։ Բոլորս պետք է հանուն մեր հայրենիքի զարգացման ստեղծենք պայմաններ։ Որն է աշխարհի ամենաուժեղ ինտերնետ կապը։ Որ է։ Net։ Ինչ։ Net։ Էվ։ Net։ Հələ նորից։ Էվ։ Net։ Ապրես։ Net-ը։ Երեխեք, զոդին արև մարկետը որ կա, իմն է, ես եմ բացել էլի, կգնաք պարտքով ինչ ուզում եք կվերցնեք։ Ընկերավետից, բարև ձեզ։ Բարև ձեզ, Արևիկ ջան։ Ոնց եք։ Շնորհակալություն, դուք ոնց եք։ Լավ, տեսակ, ես իմ խոսքի տերը եղա։ Ուրախ եմ, մեկ շաբաթ առաջ մեր գյուղում էիք, հիմա էլ ուրախ եմ, որ եկել եք մեր մարզադպրոց նկարել եք մեր երեխեքին։ Այո, ասացի, որ անպայման զոդ են գալու ու եկանք։ Ընկերավետից, տեսեք, ինչպես է ստացվել, որ որոշեցիք հենց ՎԿՖ բանավանում անցկացնեք ըմբշամարտի պարապմունքները։ Իմ ընկերներից ասացին, որ Արարատի ՎԿՖ բանավանում ըմբշամարտի մարզադահլիճը բացվելու, ասեցի մի հատ գամ տենամ, պայմանները ոնց են։ Եկա տեսա շատ լավ պայմաններ էին։ Երեխեքի հետ էլ սկսանք պարապել, մեր վանք երեխեքի հետ, բոլորդ արդեն հարազատներ ենք, ընկերներ ենք, շատ լավ ծնողներ ունենք, երեխեքն էլ լավ երեխեք են, մնացինք ստեղ։ Ինչքան ժամանակ է։ 2015 թվականից։ Երեխաները հիմնականում որտեղից են։ Երեխաները հիմնականում Արարատի ՎԿՖ բանավանից են եւ Արարատ գյուղի երեխեքն են։ Բշամարտն էլ յուրահատուկ սպորտ է, որ կոփվում են, իրանց ընկերասիրությունը, մի խոսքով բանակ ամենակարևորը գնալուց լավ ֆիզիկապես պատրաստված երեխեք են լինում։ Ամեն մարդ չի մնում է սպորտի մեջ, կեսից շուտ են թուլանում, կեսից չեն դիմանում այդ ծանրաբեռնվածությանը։ Շաբաթական քանի անգամ եք գալիս սոտ։ Ամեն օր, բացի շաբաթօրերից։ Մեր երեխեքը ուժեղանում են։ Յուրիկ, ինձ կասես, ինչքան ժամանակ է որ գալիս ես ըմբշամարտի պարապմունքների։ 6 ամիս։ 6 ամիս։ Դու որտեղից ես, զոդից ես։ Այո։ Ահա, դու ցանկացար որ գաս ընկերավետիսի մոտ պարապես, թե պապան ստիպողաբար վերեց։ Ուզեցամ։ Ուզեցիր։ Ինչպես եղավ այդ խոսակցությունը քո ընտանիքի անդամների հետ։ Պապան ասաց։ Ինչ ասաց։ Ասաց գնա սպորտ պարապիր։ Ինչի համար։ Որ ուժեղանանք։ Ուժեղանաս։ Դու հիմա որոշել ես հանուն ինչ ես ուժեղանում։ Հանուն հայրենիքի։ Ահա, որ մեր հայրենիքը պաշտպանես, ապրես։ Յուրի, քեզ այսպեսի մի հատ հարց տամ։ Դու հիմա քանի տարեկան ես։ 8 եմ դառնում։ 8 ես դառնալու։ Որ օրինակ դառնաս 20 տարեկան, քո ընկերները, քո շրջապատի մարդիկ քեզ ասեն, Յուրիկ, մի հատ ծխախոտ ծխիր։ Ինչ կասես։ Կասեմ ոչ։ Ինչու։ Կհիվանդանամ։ Ահա։ Ամուսներ կսևանան։ Ահա։ Ո՞վ է քեզ այդպես դաստիարակել, սովորեցրել։ Ոչ մեկ։ Դու տեսել ու հասկացել ես։ Հա։ Ապրես, բոլորդ էլ եղեք Յուրիկի նման։ Մի վնասեք ձեր առողջությունը, զբաղվեք սպորտով։ Չէ՞։ Ապրես, դե գնա պարապ։ Արևիկ ջան, Սարգիսը մեր թիմի մեծերից է։ Սարգիսն էլ Արցախից տեղափոխված լավ երեխեքից է։ 2021 թվականից է հաջողվում նշանակել։ Հենց Բարբենա կոփել էլի։
ըմբշամարտը կոփում է եւ ֆիզիկապես եւ հոգեպես։ Հələ պատմիր տեսնեմ մրցույթների, մրցումների գնում եք։ Դե շատ եմ գնացել մրցումների, հաջողություններ եղել է, մեդալներ եմ լիքը նվաճել։ Հետ ականջներդ կարող եմ նայել։ Ականջներից մեկը արդեն դառնում է ըմբշամարտիկի ականջ ապրես, որ այս տեմպերով շարունակես, դու օլիմպիական խաղերի էլ կհասնես։ Շուտ ըմբռնող տղա է։ Շատ ճարպիկ, շուտ հասկացող ամենակարևորը նպատակը սլաց։ Վազգեն, դու ինչ կասես։ Ես երազանք ունեմ, որ ուզում եմ դառնամ Հայաստանի չեմպիոն ըմբշամարտում, ունենամ լավ հաջողություններ, լավ պարապում եմ, չեմ կոտրվում։ Ում ես ցանկանում նմանվել քո կարիերայում։ Վազգեն Թևանյանին։ Իրեն տեսել ես կյանքում իրական։ Նկարվել եմ հետո։ Հա։ Ասել ես, գիտես Վազգեն, ես էլ եմ կրում քո անունը։ Մեկ ամիս առաջ այստեղ մեր մոտ մրցում արեցինք։ Եկել էին Վազգեններ, Անդրեասյան Արմաններ, Արմանը պատկերացեք, ոտը ջարդած, գիպսի մեջ եկել էր մեր մրցումներին։ Բոլոր երեխեքներ, մասնակից երեխեքներ տենալով իրանց զգացմունքն ուրիշ է, ինչ հերոստացիով են տենում, ինչ իրական տենում են, մանավանդ որ ոտը ջարդած եկել է, իրանց պարգևատրում է, իրանց հետ նկարվում են։ Վազգեն, բայց ասա, որ շատ լավ է, երբ որ զոդում տղաները ունեն իրենց զբաղմունքը։ Այ եթե ըմբշամարտի խմբակը չլիներ, դուք հիմա ինչ պետք է անեիք։ Դրսում պետք է հապայի, այսպես ասած, հայավարի ասած թրև գայիք, չէ՞։ Ապրես, գնա պարապի, որ ավելի ուժեղանաս։ Քեզ հաջողություններ։ Մերսի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն դուք։ Լավ եմ, ձեր անունը ի՞նչ է։ Արմեն։ Արմեն, դուք ՈԿՖ բանավանից եք։ Այո, ՈԿՖ բանավանից եմ։ Կասեք, ինչով եք զբաղվում բանավանում։ Զբաղվում եմ երգով, ավարտել եմ դերասանական ստուդիա, հումորային վիդեոներ, մի խոսքով ապագա բլոգեր եմ։ Արմեն ջան, քանի որ ասում եք շատ լավ եք երգում, ես ուզում եմ մեր մարզիկներին ուրախացնենք, որ ավելի աշխուժ իրենց պարապմունքը անցնի ու նրանց մի հատ երգ նվիրենք։ Շատ լավ կերգեմ ձեր համար հայրենասիրական, մեր մարզիկների համար էլ, ճիշտ է մի փոքր վատառողջ եմ, բայց սրտանց կերգեմ ձեզ համար։ Շատ լավ։ Կանչում է հայրենիքս ամեն աստծո առավոտ, գիտեմ ունես կարիքս, քո զավակին ես կարոտ, չեմ փոխի մի բուռ հողը, օտարի հեկտարի հետ, ոնց հիմա առնեմ քունս հայրենի կարոտի հետ, տնից հեռու եմ եկել, օտարի գիրկն եմ ընկել, տնից հեռու եմ եկել, օտարի գիրկն եմ ընկել, գնալու եմ պապուս հողը, մեր սառը ջուրը խմեմ, տղուս ուզած աղջկա, մատին մատանի դնեմ, գնալու եմ մեր հողը, սարերի հովին մեռնեմ, երանի գայեն օրը, հայրենիքումս լինեմ։ Ապրեք։ Շնորհակալություն։ Որ են ծափարությունները։ Այսօր 2026 թվականի մայիսի 13-ն է, ուզում եմ առիթից օգտվել եւ շնորհավորել իմ մորաքրոջ ծննդյան օրը, ով ապրում է Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ Իդեպ սիրելիներ, ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդաշարի գլխավոր հովանավորն է հանդիսանում F-Net Telecom ընկերությունը, որը մատակարարում է գերարակ ինտերնետ կապ, բազմաթիվ հեռուստաալիքներ եւ մի շարք խելացի լուծումներ F-Time հարթակը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այցելելով պաշտոնական կայք fnet.am կամ կարող եք զանգահարել 8988 հեռախոսահամարով։ Շնորհակալություն նաև Emily Farm դեղատների ցանցին։ Սիրելիներս, մեկ օր անցկացրեցինք Արարատի մարզի Արարատ համայնքի ՈԿՖ բանավանում։ Զրուցեցինք բնակիչների հետ եւ դուք էլ տեսաք, թե մարդիկ այստեղ ինչքան լավն են։ Մեր բոլոր հայրենակիցները կապ չունի որտեղ են ապրում, բոլորն էլ ամենտեղ հյուրասեր են, հյուրընկալ, բարեհոգի ու առատաձեռն։ Շնորհակալ եմ բոլորիցդ, շնորհակալ եմ նաև եղանակից, որ շատ անձրև չեկավ, կարողացանք ինչ-որ չափով բացահայտել զոդը, բայց մեզ էլի սպասեք, էլի եմ ասում, սա մեր առաջին ու վերջին այցը չէր։ Վայ, գլուխս ցաված, վայ, ես քամուց։ Սիրելիներս, շնորհակալ եմ բոլորիցդ։ Մինչ նոր հանդիպում Արարատի եթերում, բարի գիշեր Զոդից։